Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ արհեստական բանականությամբ ստեղծված փոքր մհեր լիամետրաժ ֆիլմի հիմքում Սասնա ծռեր դյութազներգությունն է։ Շուրջ 85 րոպե տևողությամբ կինոնկարում հայկական էպոսը ներկայացվում է ժամանակակից եւ նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում մհերն է, որը դուրս գալով ագրավաքարից հայտնվում է մերօրյա հայկական գյուղում, բախվելով նոր իրականության։ Գաղափարը առաջացավ տղայիս հետ քննարկման ժամանակ, քննարկում ենք մեքսիկական շատ հայտնի մուլտ, որից հետո ինքը տենց ուզում էր անպայման իրար հետ գնանք մի օր Մեքսիկա, ասում եմ քեզ ի՞նչն է դուր եկել Մեքսիկա, ասում եմ դե հենց այդ մուլտը շատ լավ է ցույց տրված Մեքսիկան, ու տեղից ոնց որ միտք առաջացավ, որ եթե Մեքսիկայում կարող են մուլտ նկարեն, որ իմ տղան Հայաստանում ուզում է տեսնի Մեքսիկան, իսկ թվում է կարելի է Հայաստանում մուլտ նկարել, որ մեքսիկացին ուզենա տեսնի Հայաստանը ու ներկայացնել հայկական կոլորիտը հենց շատ հետաքրքիր յուրահատուկ ձևով իր ամբողջ հմայքով։ Անդրադարձ է կատարվել էպոսի փոքր մհեր ճյուղին, քանի որ այն ավելի առեղծվածային է, անավարտ։ Մուլտֆիլմի առանցքային գաղափարներն են հերոսությունը, ընկերասիրությունը եւ փոփոխվող ժամանակներում ինքնությունը պահպանելու կարեւորությունը։ Անիմացիոն ֆիլմը ստեղծվել է արհեստական բանականությամբ, քանի որ այն լայն հնարավորություններ է ընձեռում։ AI-ը դա այն գործիքն էր, որը թույլ էր տալիս սեղմ ժամկետում ու բնականաբար շատ ավելի փոքր բյուջեով, ինչ համեմատաբար դասական անիմացիայի, ստանալ ամբողջությամբ լիամետրաժ մուլտֆիլմ։ Ժամանակակից էլեմենտները բոլոր պահպանված է, վիզուալ ոճը ամբողջությամբ պահպանված է, որովհետև 21-րդ դարի երեխաներին դժվար է գրավել 20-րդ դարի գործիքակազմով։ Իրենք պատկերներ ուրիշ կերպ են ընկալում, իրենց խաղալիքները ուրիշ տեսք ունեն։ Իրենք հերոս, երբ որ իրենց հերոս ես ասում, հատկապես մուլտ հերոս, իրենք ուրիշ ձև են ամբողջությամբ պատկերացնում հերոսը ինչ տեսք է ունենում։ Լիահույս եմ, որ կհետաքրքրվեն էպոսով ու ամեն դեպքում կորոշեն բացել, կարդալ էպոսը ու ծանոթանալ արդեն իրենց եզրակացությունները անեն։ Ստեղծագործական կազմը արել է հնարավորը, որ համամարտկային արժեքները, քաջություն, ընտանիք, հավատարմություն եւ այլն ընկալելի լինեն տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։ Մենք որոշել ենք, թե ինչ տեսակի բնավորություն իրանք պետք է ունենան, ըստ դրա արդեն եկել ենք արտաքին տվյալներին, հավաքել ենք շատ օրինակներ, կերպարների, ինչ աչքեր պետք է ունենան, ինչ ունքեր, ինչ քիթ, բնորոշ հայերին քիչ դիմագծեր, որ ստանդարտ կերպարներ չունենանք, այլ ավելի մեծ ծանոթ կերպարներ լինեն, ու այդ ամբողջ ինֆորմացիայի հիման վրա արդեն հավաքել ենք մեր կերպարներին, ստացել ենք հենց կերպարներին, իրենց դիմագծերից սկսած, կազմվածքից, հագուստից, ամեն ինչ, որ մաքսիմալ բնական լինի ու ծանոթ լինի մեզ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային տարազների եւ միջավայրի պատմամշակութային հավաստիությանը եւ աշխատանքային գործընթացում ներգրավել են ոլորտի առաջատար մասնագետներ եւ փորձագետներ։ Տպավորություն կարելի լինի մարդկանց մոտ, որ այդ ամեն ինչը շատ հեշտ է ստացվում, բայց ընդհանրապես հեշտ չի AI-ով վիզուալ ստանալը, մեր առաջին շատ բարդություններ են եղել ու մենք դրանք արդեն լուծելով ենք գնացել, ամեն դեպքում մասնագետներն ովքեր աշխատել են հենց գեներացիաների վրա, նույնպես նկարիչների, դիզայներների, motion դիզայներների background ունեցող մասնագետներ են, ովքեր իրենց բոլոր իրենց ամբողջ գիտելիքը օգտագործել են մաքսիմալ լավ պատկեր որակով բան ստանալու համար։ Փոքր մհերը Երևանյան էկրաններին կլինի երեխաների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ին։ Այն նաև թարգմանվում է այլ լեզուներով միջազգային լսարանին հասանելի դարձնելու նպատակով։ Անժելա Համբարձումյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։